այսպեսի հասկանալ էր։ Ու թող իրանք էլ մտածեն, թե այդ հարթակում ինչերա կատարվելու, ինչ ձևի մախինացիաներ կա, որը որ պետք է վերացվի։ Ստեղ ոչ մեկը իրանց ուղեղներով անգերագետ չեն։ Այս մարդկանց մեջ ֆիզիկոս էլ կա, մաթեմատիկոս էլ կա, հանրահաշիվ իմացող էլ կա, գրագետ են բոլորն էլ համարյա։ Անես չի որ մեզ դնում են դեբիլի տեղ, մենք էլ ինձ հա էլի իրանց ասածն է։ 3 տարի է այս մարդը պայքարում է, առաջացի խոսա։ 3 տարի է պայքարում է, արդեն դեպքերով Մենք էլ տեսախցիկների ոչ մի կանենք էլի։ Նոր գույքահարգից էր հարց գնացել, այս քաղաքի վիճակը որ նայում եմ, մոտ մեր մուծած գույքահարգի 20% գործ են արել։ Ես պահանջում եմ ու ինձ թվում է բոլոր վարորդները ինձ կմիանան, որ մեր գույքահարգը 80%-ը կրճատեն, իջացնեն գինը։ Ոչ թե բարձրացնելու փոխարեն իջացնեն։ Պատճառը որն է, որը 20% են մեր մուծած գումարի 20% են աշխատել։ Բայց 80%-ն ինչ են արել։ Ուր են այդ փողերը։ Ես հարց եմ տալի բոլոր այն կառույցներին, ով որ այդ հարցով զբաղվում է, այս ճանապարհների հարցով։ Գույքահարգը մենք մուծում ենք ճանապարհների համար, բայց ճանապարհը այսօր Երևան քաղաքում երբևիցե այդպես վատ վիճակում չի եղել 30 տարվա մեջ։ Երբևիցե այդպես վատ վիճակում չեմ եղել։ Առաջել էր շատ վատ վիճակ, հիմա ավելի վատ է վիճակը ճանապարհները։ Դա էլ ինչ է, առաջ չէր էլ, հիմա չէ։ այն կողմից էլի գնացել։ Նայեք ինչ մարդ ունենք, ոտը կդրած ու ինքը վարորդ է։ Նայեք, տեսնում եք, ու իրանք Մի հատ կբացեք տարածքը, որ Եկեք։ Մի հատ կարող ենք նկարել։ Հա, բացեք տարածքը։ Նայեք, այս էս մարդիկ շատ ունեն, որ մեզ ասում են ուրիշ գործով խապելով, այս մարդը մեր ջեբը խապ տվեց բժիշկները, դու մտա մեր ջեբից փողա։ Եթե դուները չի տալիս ուրիշ գործով։ Չի կարելի, չէ, վերջապես չի կարելի։ Մարդը ուրիշ գործով ինչ կարա։ Դուք հեշտությամբ եք վարում։ Նո, այն որ մեքենա վարում եմ ավտոմատ, ինքը ավտոմատ կառապկա է, վարում եմ սովորական, էլ ոնց ասեմ։ Նորմալ։ Իսկ հաշմանդամություն ինչ։ Երկրորդ խումբ զին հաշմանդամ եմ ես ինքս։ 90-ականների ես բանը ծառայության ընթացքում մարտական գործողության ժամանակ եմ իրել։ Տեսախցես գնացել, որ վարորդները չվախենան Աջան։ Որպես պատերազմի մասնակից գնահատվում եք։ Գնահատված իրականում եթե գնահատվում ենք հասարակ մարդկանց բանով, իսկ վերևների կողմից բնականաբար ոչ։ Ու թող իմ այդ բոլորն կհամաձայնեն, որ վերևների կողմից ոչ մի վայենի հաշմանդամ, ոչ մի բան չի գնահատվում։ Այն որ գնացին, այն որ մսաղած էր, գնացին, մտան դուս եկան, ով ինչ դուս եկա, վետել վերև աստված։ Ինչ գնահատականի մասին է խոսքը։ Բնականաբար ոչ մի գնահատական։ Զբաղվեցեք վարորդ։ Նու արդեն քանի 5 տարի է Yandex-ի վարորդ եմ։ 98 թվից։ Որևէ աջակցություն չեք ստացել։ Ну это շատ շուտ 98։ Ներկայումս չունեք աջակցություն։ Ոչ մի Չէ, առողջապահական ապահովություն որ պետք է լինում կա, նամախնդիրները կան, նշի որ չկա, բայց իշմենում չգիտեմ, աշխատանքի հետ կապված մեծ սիրով կուզեինք մեր բոլորին, որ աշխատանք տային, չլինենք այն որ սենց աշխատանքի համար։ Նշեցիք որակի հաշմանդամ եք Երկրորդ խումբ։ Անժամկետ երկրորդ խումբ։ Պահանջում եք որպեսզի տոկոսադրիքներ։ Այո, բնականաբար որ աշխատում են գոնե մեր աշխատածից մի գոնե մեր աշխատածի 50%-ը մենք տանենք մեր տուն, ոչ թե տանենք այն հաշված կոպեկներ։ Նա շոյել ժողովուրդ արտեն Մի հատ կոշտ կուզեմ անեմ։ Ուրեմն բոլոր վարորդները, մարզերի վարորդներ, լսում եք, ձեր մոտ ստորագրահավաք արեք, հասկանում եմ, հերրույա, չեք կարում կամ ձեր մոտ ստորագրահավաք արեք, ձեզանից մի հոգու խնդրեք, թող բերի այժմ ստե թուղթը։ 2 օր ստորագրահավաք ենք անելու։ 2 օրվա մեջ բոլորը ստորագրահավաքը գրում եք անուն, ազգանուն, ստորագրություն հեռախոսի համար։ Միայն վարորդները, լսում եք, միայն վարորդները, օնլայն տաքսու վարորդները, ով որ դեմ են,
թող ստորագրա հավաքը հավաքեն ու ինչ-որ ընկերոջ միջոցով ուղարկեն Երևան, եթե դժվարանում են գալը։ Այդքանը, շնորհակալ եմ։ Ամենակարևոր մի հատ ամենակարևոր Մենք եթե մեր պահանջը չբավարարվի, մենք բոլոր վարորդներով Կիրակի օրը մենք լսել եք Եվի, տեղյակ եք։ Կիրակի օրը հրապարակը մենք մեր պահանջը ներկայացնել ենք, բայց դա թեթև պահանջ էր։ Ոչ խախտել ենք, ոչ ճամփա ենք փակել, ոչ մի բան։ Դանդաղ գնացել ենք ու սաղ, даже туристներ ասում էին, это свадьба, что ли? Ասում եմ, нет, это не свадьба, это бунты։ Բրա, Яндекс։ Մի խոսքով, մենք Կիրակի օրը մեր պահանջը ցույց ենք տվել, դրանից բետարա լինելու։ Եթե մեր պահանջը չարիք, դրանից բետարա լինելու։ Տեսեք, մենք Կիրակի օրն ենք արել, ոչ աշխատանքային օր այլ է։ Բայց պատկերացնում եք հիմա 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը 500 ավտոմեքենա դանդաղ գնա քաղաքով դեպի հրապարակ։ Պատկերացնում եք քաղաքի վիճակը ինչ է լինելու։ Խորհուրդ եմ տալիս բոլորին, Այստեղ կազմակերպություն բան չկա, բոլորը թելեք, եթե հայ վարորդի մասին մտածում եք, հայ ժողովուրդի վարորդի մասին մտածում եք, միասնական հելեք, այս հարցին լուծում տվեք, միասնական, եթե կարա։ Մի հատ էլ կարևոր բան էլի, մեզի բոլորիս խաբս տվեց, որ տեսեք, հիմա նայեք ինչ անում, աշխատանքը ասում է Իդրամը փոխանցում, Yandex-ը փոխանցում է Իդրամին, մարտի 1-ով փորձում է դայել ինքը իրանով տանի բոլոր վարորդների մոտ 80% ունի հարկադիր։ Ինչ է անում, Իդրամը կալանքի տակ է դնում, ինչի համար, այն որ ժողովուրդը տուգանքի մացիրալ չի, իրա խոսքերն են, իրա դեմն ասում։ Էդի պրոստը մուտի դեր, իրա խաբս տալով, այն որ մեզը բժշցրեց եկավ նստավ ինքն իրան անելուն արեց։ Մի արեք ժողովուրդ, մի թողեք անեն դա։ Հիմա էլ խաբս է տալի Իդրամը կալանքի տակ դնի, մարտի 1-ից ինչի համար։ Այդ հարցը կարևոր հարց է։ Շնորհակալություն։ Տեսեք, Արտուր Ալեքսանյան, տեսեք, այնպիսի թալան, ինչպիսին վերջի 8 տարում, 9 տարում է կատարվել սրանց օրոք, երբևիցե տեղի չի ունեցել։ Ներկայիս իշխանությունները օտար երկրյա ընկերության հետ ձեռքի տված թալանում են ժողովրդին, հա։ Ասֆալտի որակը ահա որ վատ է, ասֆալտի վրա տարվա մեջ երևի նույն հատվածում 2-3 անգամ ասֆալտ են անում, 3-ն էլ անվորակ, այդ գումարները գնում է չգիտեմ ում գրպանները, հա, եւ մեր համար տաքսու վարորդների պայմաններ չի ապահովում նորմալ գործունեության համար։ Խցանումների խնդիրը, տեսեք այն փոփոխությունները, որը արել է Ավինյան Տիկոն, ի վնաս քաղաքի է եղել։ Ոչ մի փոփոխություն բարելավում չի գրանցել, հակառակը։ Ու այդ փոփոխությունները ես անընդհատ ամեն անգամ զանգահարում եմ քաղաքապետարան եւ իրանց ասում եմ, այս տեի շրջադարձը, որ հանել եք, ի վնաս է, ոչ թե օգուտ։ Ու իրանք ոչ մի բան չեն փոխում։ Պրոսպեկտը ամբողջ օրը կանգնած է, քաղաքի կենտրոնը կանգնած է, Կոմիտասը կանգնած է, ավելի վատացել է, իհարկե։ Ու այդ փոփոխությունները դիտավորյալ են արել, որպեսզի քաղաքի կենսագործունեությունը խաթարեն։ Որովհետև հայ ազգի թշնամիներն են, որովհետև հողերը տալիս են Թուրքին, ամեն ինչ նվիրում են Թուրքին, էլեկտրացանցը տալիս են թուրքերին, սրանք հայ ազգի թշնամիներ են, իրանց հետաքրքրում է թալանեն, գրփեն, վերջում էլ փորձեն փախտեն, բայց իրանց չի հաջողվելու, նախորոք ասվում է։ Մեր պահանջը հստակ է, ուզենան թե չուզենան, փոփոխություն տեղի է ունենալու։ Եթե իրանց ձեռքով կլինի, իրանց համար լավ կլինի, սակայն խիստ կասկածում եմ, հա։ Այս հարցը բարձրացվում է ընդհանուր պետության համար, որպեսզի ինչ-որ լավ բան արվի։ Եթե մենք մեզ լավ զգանք, դուք էլ ձեզ լավ կզգաք, ուղևորները, տաքսուց օգտվողները, մեր քաղաք այցելող զբոսաշրջիկները ժամերով չեն կանգնի խցանումների մեջ, հա։ Ընդհանուր այս խնդիրը բարձրացվում է եւ սա անպայմանորեն պետքա իր լուծումը ստանա։ Մետրոներ չեն կառուցում, պարկովկեք չեն կառուցում։ Ոչ մի նորմալ շրջան
Այդ փոսը որ փորել են, թող Ավինյանը իր համբալ ընտանիքի հետ գնա մտնի այդ փոսը։ Ինչ ասեմ։ Ասենք մենակ երևի ավելացնենք։ Ես հերի բիզնեսային մենք կրկնում ենք։ Մենք կարողանանք պարալիչ գցել։ Մի հատ պարալիչ գցեցինք քաղաքը, հավատացեք բավարար կլինի։ Եթե մեր պահանջին ինչ որ անուշադրություն թողեցին, տեղեկացնում ենք, որ մենք վարորդներս մեծ սիրով, մեծ ուրախությամբ պատրաստ ենք քաղաքում առանց որևիցե մի խախտում կատարելու քաղաքը հասցնել այն վիճակի, որ այս քաղաքում 5 կիլոմետր երթևեկությունը կդառնա ուղղակի հրաշք։ Պարալիչ կգցենք քաղաքում այն կարգի, հա ճիշտ է, տեսեք, ասենք մի հատ բան ասենք, այդ տրանսպորտի նախարարը ստանում է միլիոններ, որովհետև լավ աշխատե։ Ինչի համար է Փաշինյանը տրանսպորտի նախարարին օրինակի համար միլիոններ տվե, եթե իրա փաստորեն տրանսպորտ վարող բոլոր մարդիկ այսօրվա դրությամբ այսքան մարդիկ բողոք ունեն։ Այդ ինչ պատճառով է ինքը ստացել այդ պարքեվալը վճարը։ Եթե այսքան մարդ բողոք ունի, հետևաբար է բայց լավ են մեղք է, պիտի մեր նախարարը լավ Ծրագրավորված բանկել են հետևների։ Ամիսը մեկ սարմաստում են, այս ես խճճել են, ինչ ես աշխատել։ Նույն տոկոսն է։ Էդի պետք է բարդ ֆիզիկա, մաթեմատիկական գիտելիքներ ունենաս, որ կարողանաս այդ ամեն ինչը հաշվարկել անես։ Ասենք 1000 դրամ անուս պատվերի անում ես, մնում է 739 դրամ, դե դուք հաշվեք ինչքան է տոկոս։ Այս 25 չի ու ավել է։ Այսօր մի հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեղեկացրեցինք, օնլայն տաքսու վարորդները ստորագրահավաք են իրականացնում, նրանք մի շարք պահանջներ են ներկայացնում եւ այդ պահանջները հիմա ներկայացրել են արդեն գրավոր տարբերակով եւ ստորագրահավաք են իրականացնում։ Մեր երկի քաղաքացիները չեն, եկեք, իմ աղբեկարած մենք գրոզ ստորագրում։ Եկեք։ Ինչպես արդեն նշեցինք, հարգելի հետևորդներ, օնլայն տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք նրան զուգահեռ նաև